աշխարհի խնդրի հետ, հիմնախնդրի հետ կապված, որ ասում եմ մեզ համար, այդ մեր խաչն է, այդ մեր արյունոտ վերքն է բոլորի սրտի մեջ։ Դա մի հատ վերք է, արնահոսող վերք է, որ չի սպիանալու երբեք, քանի դեռ մենք մեր պատմական քայլը չենք արել։ Բայց դրա համար մեզ տարիներ են պետք, դրա համար աշխատանք է պետք տանել։ Հիմա դրել եք եկել եք հեքիաթ եք պատմում, որ չանեք։ Ում եք եկել ուզում խաբեք աշկերին թոզ փչեք։ Ասում եմ, այնքան շնորհք չունեք, ընտրակաշատ բաժանելու շնորհք նույնիսկ չունեք։ Այնքան տուպո են ձեր համակիրները, այնքան անուղեղ են, այնքան են իրանց կորցրել այդ փողերի 10-ով կեքից, հիմա էլ գնացին գողերին փուրը տվեցին, ասում գողը աղբերներից ասմա պարագոն է եկել, որ Նիկոլին ձեն տա, մի խոսքով 3 տարա, ով Նիկոլին գնա ձեն տա, մի հատ է գողերին էլ հետը փուրը տվին, ինչ եկել չեք եկել, սաղին փուրը տալով գնում եք, ժողովուրդ ջան, շատ ուժեղ գործ եք անում, ասում եմ, մի խոսքով ում կարողացեք այս ժամանակահատվածում փուրը տվեցիք, վերջի ակորդն էլ գողերն էին, պարագոն են ուղարկի ասում, ով կընտրի Նիկոլին 3 տարա, հիմա էլ էսաս կսկսվի որսը գողերի շրջանում, խոսքս հիշեք, հիմա կտեսնեք թե քանի, այսպես ասած այդ քրեական ենթամշակույթ կրող, չգիտեմ օրենքով գողեր են, այտենց գող են, այդ մարդկանց էսա կտանեն ու իհարկե շատ մարդիկ կան, որ այդ մարդիկ բան չունեմ ասելու, կան մարդիկ, որոնց ճանաչում ենք, ինչի չէ, հարգում ենք մարդիկ էլ կան որպես մարդ, հիմա այդ մարդիկ այդ աշխարհում են, այսպես ասած դրսևորվել։ Այդ մարդկանց խիտարակ փուրը տվեցի, գողերը ձեզ ինչ էին արել, սաղ բարը պահելիք մնացել էր սարի սմբուլը, սա որսը կսկսվի բնականաբար իշխանականների կողմից և հայրենի իրավապահներս իրենց ամբողջ այդ արսենալով, հիմա ասում եմ, կսկսվի կատաղի որսը գողերի շրջանում, հիմա պետք է ամբողջ կակեբեյով, ամբողջ ուժայիններով, չգիտեմ, ամբողջ էսա ուժայինները թիվ 1-ը հայտարարված երևի, որ հասկանան, տենան, այդ որ գողն է, այդ պրագոնը պտտացրել և տեղ հասցրել, այդ պրագոնը ուղարկել։